Մենք պետք է փորձենք այդ թեզը իսկապես ջարդել, որ եթե Նիկոլ Փաշինյանը չի, ուրեմն պատերազմը։ Իրանք այդ թեզը այնքան ակտիվ են տանում ու գիտեն, չէ, ինչ հասարակության հետ գործ ունեն։ Հետ պատերազմ տեսած, այդքան կորուստներ տեսած հասարակությանը, երբ որ մի հատ պատերազմի անուն է տալիս, մարդիկ իսկապես այդ էմոցիայի մեջ են մտնում ու ասում են, լավ, ինչ ուզում ա լինի, մենակ պատերազմ չլինի։ Ու իրանք այդ ֆոնը կարողանում են ինչ որ ձևով ստեղծել, բայց ես հույս ունեմ, որ մեզ հիմա այսօր լսողները ակնհայտորեն իրանց համար եզրակացրել են, որ որևէ մեկը պատերազմի մասին չի խոսում, ընդհանրապես պինդ խաղաղության, երկարատև խաղաղության մասին ենք խոսում։ Հո մենք գիշ չենք, որ նստենք ու ասենք մենք պատերազմ ենք ուզում, գալու ենք պատերազմ լինի։ Երբեմն երբ որ ինձ այս հարցը տալիս են, բացի քաղաքական կոմպոնենտից, կներեք, էլի sense անձնական բան եմ ասում, իմ տղան հաջորդ իշխանության օրը գնալու է բանակ։ Ասում դուք խելագար եք, այսինքն ես մտածում եմ, որ պետք է պայմանական ես կամ ընդդիմությունը գա մաս լինեն իշխանության ու պատերազմ լինի, իմ տղան էլ գնա պատերազմ, ով է ցանկանում նման բան։ Որպես անձնական շահագրգռվածություն, հա, որպես մայր, որպես քաղաքական գործիչ, որպես ուղղակի քաղաքացի, ոնց կարող է մարդ ուզենա պատերազմ լինել, խեն գժանոցը։ Նա Էրաննա, այս հիմա լսում եմ, եւ իմ տպավորությունը, որ օրինակ դու փորձում ես ինչ որտեղ արդարանալ։ Չէ, մեր ժողովուրդ ախր այդ տպավորությունը ունի։ Բայց փորձում ես իրականում ոնց որ փորձում ես արդարանալ։ Ինչի համար։ Հակառակը, ես լրիվ հակառակը կասեի։ Նիկոլ Փաշինյանը ամենից մեծ վտանգն է պատերազմ սկսելու տեսանկյունից։ Ինքը ամենից մեծ վտանգն է, որովհետև ինքը այսօր հնարավորություն ունենալով երաշխավորված խաղաղություն ունենալ, երաշխավորված ինքը անում է ամեն ինչ, որ այդ խաղաղությունը ոչ թե լինի երաշխավորված, այլ կախված լինի Իլհամ Ալիևի տրամադրությունից։ Տեսեք, մենք 2021 թվականին ասում էինք ինչ, արժանապատիվ խաղաղություն։ Մարդիկ արժանապատիվ խաղաղությունը ասոցացնում են պատերազմի հետ ըստեյության եւ իշխանությունները քարոզչական իրենց բոլոր միջոցներով, խողովակներով, քարոզիչներով համոզում էին ժողովրդին, որ արժանապատվության հասնել հնարավոր է բացառապես պատերազմի միջոցով, որ վերականգնես քո ուժերը։ Իսկ պարտված երկիր իր ուժերը կարող է վերականգնել, իր տարածքային ամբողջականությունը կարող է վերականգնել, Արցախը կարող է վերադարձնել բացառապես պատերազմի միջոցով։ Դրա համար ոնց որ մեզ կպցրեցին այդ սպիտակը կպցրեցին, որ մենք պատերազմի ուժ ենք, պատերազմի կուսակցություն, դուք պատերազմի առաջնորդ, ախր ձեր կենսագրությունից էլ ոչ եք կարա փախնեք, պարոն նախագահ։ Ագնեսա, ինչ է նշանակում արժանապատիվ խաղաղություն, օրինակ իմ պատկերացմամբ։ Արժանապատիվ խաղաղությունը հենց այն խաղաղությունն է, որը ենթադրում է երաշխավորված խաղաղություն, որ ես ստիպված չեմ լինելու այդ խաղաղությունը պահելու համար, ամեն անգամ անհասկանալի զիջումների գնամ, սահմանադրություն փոխել, Ալիևը մեզ հայհոյի, հանկարծ չպատասխանես, արժանապատիվը սա է։ Հենց արժանապատիվ խաղաղությունը նշանակում է երաշխավորված խաղաղություն, որը բանի պես էս մուրջի պես կախված չի քո գլխին, որ անընդհատ sense դու մտածես, որ հանկարծ sense մի այնպիսի բան չանես, որ Ալիևը կարա այլ կերպ մեկնաբանի եւ սկսի պատերազմ։ Սա անարժանապատիվ խաղաղություն է։ Հիմա արժանապատիվ խաղաղությունը սրա մասին է։ Այլ ոչ թե պատերազմ սկսելու մասին է։ Միգուցե լավ չենք բացատրել 21 թվականին։ Գուցե։ Միգուցե 21 թվականին ժողովուրդը շոկի մեջ էր։ Թարմ էր այդ վերքը։ Բայց կրկնում եմ, հենց երաշխավորված խաղաղությունը դա այդ արժանապատիվ խաղաղությունն է։ Որովհետև սա կնշանակի, որ այս էջը փակվում է, մենք մտնում ենք մեկ այլ զարգացման փուլի մեջ, չմտածելով ամեն քայլափոխի, որ էսա, sense ինչ որ բան անենք դուր գալու համար Էրդողանից, Ալիևից, գիրքը Էրդողանի sense թևի տակ պահենք, որ հանկարծ մեզ վատ աչքով չնայի։ Արժանապատվությունը դրա մեջ է, որ դու բաց դեմքով, բաց մտքերով դու իսկապես ձգտում ես խաղաղության, բայց դու չես ուզում այդ process-ը մշտական ստորացման process լինի քո համար եւ քո ժողովրդի համար։